Հավատում եք, որ կարող է իրական խաղաղություն լինել, երբ Արցախի ղեկավարները Բաքվում ՑՄ ազատազրկման են դատապարտվել։ Խաղաղություն հավատում եմ։ Իսկ ինչու այդ խաղաղության պայմաններում հետ չվերադարձվեցին մեր գերիները, այլ ՑՄ ազատազրկման։ Նույնիսկ ՑՄ վերադարձել։ Բայց արդեն ՑՄ ազատազրկման են դատապարտվել Բաքվում։ Տենց երևույթներ եղել է, դատապարտել են ու ազատել են։ Ոչ։ Այո, հավատում ենք։ Այո, կարծում եմ։ Այո։ No comment։ Մենք քերու ենք խաղաղապահ։ Ոչի բան էլ չեմ հավատում, այն ցավդ տանեմ, ինչ կա հավատալու։ Ինչու։ Չէ, դե կյանքի բերումով ինչ պետք է հավատանք։ Լավ բան կա, որ հավատանք։ Ես ոչ մի բանին չեմ հավատում։ Ինչու։ Չեմ։ Ոչ մի խաղաղություն չի բերել ինձ։ Դիժը մեզ։ Կասկածելի է, բայց դա իմ երջանկությունը կլինի, որ մեր երկիրը հաղթի։ Երևի ոչ։ Չգիտեմ, մենք չենք զբաղվում քաղաքականությամբ։ Իսկ հնարավոր չէ՞ օրինակ այդ խաղաղության պայմաններում գոնե նրանց հետ բերել։ Հնարավոր էր։ Ինչու չարեց այս իշխանությունը։ Կարող իմանալ։ Բերեն ինչ անեն։ Հավատում եք, որ կարող է իրական խաղաղություն լինել, երբ Արցախի ղեկավարները Բաքվում ՑՄ ազատազրկման են դատապարտվել։ ՑՄ չգիտեմ, բայց իրանք արժանի են այդ ամենին, որ այդքան ժողովրդի մատնեցին սրի կարելի է կոպիտ ասած։ Բայց խաղաղություն կլինի, եթե այս հին պարտիան, այս հները Տրիվատնոն, որ կա, Լևոնը, Սերժը, Քոչարյանը հեռանան ընդմիշտ Հայաստանից։ Ես Փաշինյանի կողմնակիցը չեմ, բայց չեմ տեսնում իրանից առավել ուրիշ մարդու։ Եթե լիներ մի ավելի խելացի ծրագրով, ավելի գրագետ, որ հայ ազգի կողքին կլիներ, կընտրեի, բայց որ հիմի այս հներն են գալի, ոչ թե հողի կռիվ են տալ, ոչ թե հայրենիքի համար են պայքարում, այլ աթոռակ կռիվ է։ Երբ որ կվերանա այդ աթոռակ կռվի, ամեն ինչը նոր կլինի խաղաղություն, քանի դեռ այստեղ մենք խաղաղ չենք, ինչ խաղաղություն Թուրքի հետ, Արնախուն Թուրքի հետ, կարող եք ասել ինձ, հնարավոր չի դա, երբ որ վերանան ներքին թուրքերը, ավելի ճիշտ նրանք ավելի գլխավոր թուրքերն են, նոր ամեն խաղաղությունը կլինի։